Շպտում են մեր տանը բոլորը շպտում են լույսով է լցվում ամեն օրը մեր տանը բոլորը շպտում են լույսով է լցվում ամեն օրը Անտանիքս իմ սիրելի հեքիաթ է դարձնում իմ օրը
թվականին ՄԱԿ դիտակցելով ընտանիքի անփոխարինելի դերը հասարակության մեջ առաջարկեց մայիսի 15-ը ամեն տարի տոնել որպես ընտանիքի միջազգային օր։ Սիրելի մայրիկներ ու հայրիկներ, տատիկներ ու պապիկներ, քույրեր ու եղբայրներ, սիրելի ուսուցիչներ եւ հյուրեր, շնորհավորում եմ բոլորիդ այս շաբաթ Սուրբ տոնի արդիվ, քանզի ընտանիքում են մեր արմատները, նրանում է ուժը մեր նախնիների եւ նրանում են բոլոր երազանքները բարի։ Ընտանիքը ամենակարևորն ու յուրաքանչյուրիս կյանքում ընտանիքը հարազատ եւ մտերիմ մարդիկ են, ում սիրում ենք, ում մասին մտածում ենք ու հոգ տանում, ում երջանկություն ու հաջողություն ենք կամենում։ Հենց ընտանիքում ենք մենք սովորում սիրել, լինել պատասխանատու եւ հարգալից։ Ընտանիքը միայն հարազատները չեն, որոնք կապվում են միասին։ Ընտանիքը մարդիկ են, որոնք համախմբված են զգացմունքներով ու դարքրություններով։ Ընտանիքից թանկ ոչինչ չկա։ Որի պարիսպներից ներս տիրում են հանգստությունն ու ներդաշնակությունը։ Ընտանիքը հայրս ու մայրս են, քույրս ու եղբայրս փոքրիկ։ Ընտանիքը տատիկներս ու պապիկներս են, հորաքույրս ու մորաքույրս, հորեղբայրս ու քեռիս, զարմիկներս սիրելի։ Ընտանիքը ընկերներս են, ուսուցիչներս նվիրալ։ Ընտանիքը իմ հողն է ու ջուրը, հայրենիքը իմ սրբազան։ Ընտանիքը մի աշխարհ է, որտեղ կան շատ հրաշալիքներ։ Մեկը նա է, ով մեզ ոչ մի վայրկյան, ոչ մի րոպե չի մոռանում։ Աշխարհն էլ մեզ դավաճանին է, միշտ կանգնած է մեզ համար։ Հրաշալիքն է սիրելի, կոչվում է մայր։ Սպասի քեզ եւ հոգ կտանի քո մասին։ Ես էսի միան երգում եմ, եւ ծիծաղում, եւ դա ինձ
ինձ բավարար է երջանկության համար։ Քորեստակը կերքի կշտա քեզ համար, դու կզգացնես ելը եւ էլ ավելի երջանիկ կլինես։ Ես այստեղ միայն երգում եմ։ Ես այստեղ մի, բայց ես ինչպես կասկանամ նրան։ Չորս նրան լեզու չգիտեմ, իսկ ինչ կանեմ ես, եթե ուզենամ դիմել քեզ։ Քորեստակը կծալի ձեռքերդ իրար եւ կսովորեցնի աղոթել։ Ես ասել եմ, որ երկրի վրա չարիքներ կան, ով կպաշտպանի ինձ։ Քորեստակը կպաշտպանի քեզ նույնիսկ իր կյանքի գնով։ Աստված, ասա ինձ, ինչ է իմ հրեշտակի անունը։ Նրա անունը ոչ մի նշանակություն չունի, դու ուղղակի նրան կանվանես մայրիկ։ Տեր, խնդրում եմ, օրհնիր այն կնոջը, ով ինձ կյանք է պարգևել, երբ լալիս ու ժպտում է, երբ լալիս ու ժպտում եմ ես, ով ինձ սիրում, փայփայում, եւ երբեք ոչինչ չի ուզում։ Տեր, խնդրում եմ, նրան օգնիր, պահիր սիրով ու պահպանիր, ամրասուն ու ոգին, նրան երկար կյանք պարգևի։ Գիտեմ, Տեր իմ, որ լսում ես աղոթքներս ամենօրյա, գիտեմ նաեւ, որ քեզ համար անհնարին ոչինչ չկա, հեռացու դու մայրիկիցս տխրությունն ու վիշտ, հեռացու դու նրանից հիվանդություն ու կսկիծ։ Խնդրում եմ քեզ գթասիրտ Տեր, խոնարհվում եմ քո առաջ, թող որ մայրս լինի երջանիկ ու ապրի խաղաղ, որ ես նրան ամուր գրկեմ, փարվեմ կրծքի մայրական, ու նրան ջերմ գրկում ասեմ, սիրում եմ քեզ մայրիկ ջան։ Բարեգութ Աստվածին, շատ եմ քեզ խնդրում, պահիր ու պահպանիր դու իմ մայրիկին։ Բարեգութ Աստվածին, շատ եմ քեզ խնդրում, պահիր ու պահպանիր դու իմ մայրիկին։ Աշխարհի մայրեր, եղեք երջանիկ, թող ձեր երազը միշտ գունեղ լինի, ձեր անուզայնը միշտ հնչեղ լինի, աչքերի փայլը կրակոտ լինի, ձեր սրտի զարկը միշտ քունքուց լինի, արևի փայլը մի դեսետ լինի, որ այս աշխարհում խաղաղ կյանք լինի։ Այո, խաղաղ կյանք լինի, որ ձեր զավակները ձեր կողքին լինեն ու ձեր չորս կողմը խինդ ու ծիծաղ լինի։ Եղեք երջանիկ մեր անուշ մայրեր, մենք ձեզ անսահման սիրում ենք։ Բոլոր մայրիկներին իր մամջան երգով եկել է շնորհավորի եղբայրս Տիկին Գրիգորյանի նախկին 26-րդ գնդասարանի աշակերտ Գևորգ Միքայելյանը։ Անկեզ աշխարհի չափ սիրում եմ, քո արև
ասում, մեկ ամուր աղջկա, մեկն է լավ ընկեր էր որդու դառնում։ Ճիշտ է, տարբեր են, բայց նրանք բոլորն էլ պաշտպան են հայրենիքի ու ընտանիքի, նրանք մեր ուժեղ ու խելացի հայրերն են։ Հայրիկը նա է, ով ոչ միշտ է ասում, սիրում եմ, բայց ամեն օր դա ապացուցում է գործով։ Նա կարող է լինել խիստ և ցույց տալ իր հույզերը։ Հայրիկ առաջին ամուր ձեռքերն են, որոնք պահում են մեզ երկրի վրա։ Նա այն մարդն է, ում սերին նստած մենք նայել ենք աշխարհը։ Նրա հետ մենք մեզ ապահով ենք զգացել, նույնիսկ այն ժամանակ, երբ դա չենք էլ գիտակցել։ Նա ոչ միշտ ասը, որ հպարտանն է մեզ, բայց մենք դա զգացել ենք, առանց որևէ խոսքի, զգացել ենք նրա հայացքին, պատրաստակամությունից, մեծ օգնությամբ, հայրիկը կյանքում ազինվելու, չհանձնվելու, պատրաստականություն վերցնելու օրինակ է։ Այո, հայրիկը նա է, ով ոչ միշտ է ասում, ես սիրում եմ քեզ, բայց նա առաջինն է, ով իրենով կպաշտպանի մեզ, եթե դրա կարիքը հարկած լինի, երբ իրեն տարիքի հետ եք հասկանում, որ լռությունը նույնպես սիրո արտահայտվող գիծ է։ Հորհստությունը հրաշալի դեղամիջոց է, դրա մեջ շատ կա քաղցրություն, հանդարմություն։ Այլ օրինակի կարիք չկա, երբ հասկի տաչև կա կողոր, օրինակը ռուս գրող Ալեքսանդր Գրեբայեդով։ Հայրը գիտի երեխաներին ոչ ավելի վատ, քան Աստված գիտի մեզ բոլորիս։ Նա տեսնում է մեր սրտի խորքը և կարդում մեր բոլորի մտքերը։ Մայրը մեր տունն է, մեր բնությունը, օվկիանոսը։ Հայրը նա է, ով սովորեցնում է երեխային ճանաչել այն ճանապարհը, որը տանում է դեպի մեծ աշխարհ։ Պարտական ենք ձեզ հայրեր սիրասուն, պարտական ենք մենք մեր գոհությամբ, ամբողջ էությամբ, անսահման սիրով մեր նվիրումով, որ ստացել եք ձեզնից, մենք ձեզ շատ ենք սիրում։ Իմ հայրիկ
կարող վատը լինել։ Երբ մեր հայրիկները զայրացած է լինում, հայրիկներն էլ հոգնած, մեր բարի տատիկները, մեր հոգսերը նրանց վրա են վերցնում։ Տանը խաղաղություն տարածում և օջախի լուսատուն են դառնում։ Քո կյանքում մեծ նվեր է ես ինձ, նով քեզ համար նոր կյանք սկսվեց, ու կարծես մի բարի հեքիաթի պես քո կյանքում ամեն ինչ այդ օրը փոխվեց։ Ինձ նվերեցիր անունը քո հոգիդ, սերդ, ժամանակդ ու խրատներդ տանկին։ Ես էլ քեզ այսօր նվիրնում եմ խոսքերս, սիրտս ու անվանում եմ քեզ լուր աշխարհի լավագույն բան։ Սիրելի տատիկներ, պապիկներ, ուզում ենք այսօր երկինքից արև և մի ողջ կարգ ձեզ ինձաբերել, ուզում ենք այսօր ձեզ բարի մաղթել, ծով երջանկությամբ ձեր կյանքը լցնել, եղեք երջանիկ և այնքան բարի, որ ձեզ նով արմել լույս եք աշխարհի։ Տատիկ ու պապիկ մի բարի ժպիտ ասեմ ասեն միշտ իմ կողքից է անձրվին թե արևից։
լավագույն վեր նրան տալիս է հավատալի մնկեր, ով հավատալի մնկեր ունի կարող է հաշվել, որ երկու հոգի է հավատալի մնկեր օրնություն է Աստծոց։ Մի անգամ իմաստունին հարցնում են, ընկերության քանի տեսակ գոյություն ունի, իմաստունը պատասխանում է 4, կան ընկերներ, որոնք ասես սնունդին են, դու նրանց կարիք ունես ամեն օր, կան ընկերներ, որոնք դեղի նման են, դու նրանց փնտրում ես, երբ քեզ վատ ես զգում, կան ընկերներ, որոնք հիվանդության նման են, դու նրանք են քեզ փնտրում, եւ կան ընկերներ, որոնք ասես օդ լինեն, դու նրանց չես տեսնում, բայց նրանք միշտ քեզ հետ են։ Հիշում ես Դավիթ, մենք անցած ամռանը հանգստանում ենք, եւ մենք վիճեցինք, եւ ես քեզ ապտակեցի, եւ դու ձայն չանեցիր, բայց չնայած վստահ եմ, որ ցավ զգացիր, եւ դու լուր հեռացար ավազի վրա գրեցիր, այսօր իմ ամենալավ ընկերը ինձ ապտակեց։ Իսկ հաջորդ օրը մենք լողանում ենք, իսկ լավ ուժեղ ալիքներ սկսեցին, եւ դու խորտակում ես, դու լավ լողալ չգիտեի, իսկ ես լավ եմ լողում, ես արագից նետեցի ջուր եւ ես քեզ փրկեցի։ Այո, լավ հիշում եմ, Նարեկ։ Իսկ ինչու առաջին դեպքում գրեցիր ավազին, իսկ երկրորդ դեպքում քարի։ Երբ մեզ նեղացնում են, մենք պետք է գրենք հողի վրա, որ քամին ու ջուրը ջնջենային։ Երբ մեզ լավություն են անում, մենք պետք է գրենք քարի վրա, որ անգամ ժամանակը չկարողանա ջնջենային։ Երբեմն լավ ընկերը հարազատ եղբորից էլ հարազատ է լինում ու կարծես că ընտանիքի անդամն է դառնում։ Պիտի հավերժի հայը իր գրով ոգեղես սիրով արսուրբ հայրերիք հայ զիգոր կերտով իր դպրոցներով դեղ բախտուների անմահ կարգաչով։ 6 տարեկանս բոլորած ճամփաներով ծանոթ մորս ձեր քրպին բռնած մտա դպրոց ճամաչկով։ Դուք ժպտացիք մտերմիկը հարազատի ջերմ սիրով դպրոցի բակը դարձավ մեծ ու լուսավոր։ Բախտավոր էի, ուրախ ու երջանիկ, գտել էի կարծես հարազատ մի նոր ընտանիք։ Փոքրիկ էինք, եկանք դպրոց, դուք մեր շատ բան տվեցիք, ուսուցիչներ մեր բարի, դուք նվաճեցիք մեր սրտերը, ձեզ նվիրվածության ձեր հավատալու, հասկանալու ու վստահելու կարողությամբ։ Սիրելի ուսուցիչներ, մեր երկրորդ ծնողներ, ինչպես գարունն է գեղեցիկ, որ իր երկրանք ծաղիկներով, խնքուր դալերներով և անուշ բուրմունքով զուգում եք աշխարհը, այնպես էլ դուք ձեր մեղմ բարի ժպիտով, հեզ ու համեստ բնավորությամբ, ժպտացող աչքերով զուգում եք մեր կյանքը գիտելիք և ուժ տալիս մեզ, շնորհակալ ենք ձեր այդ ամենի համար։ Հայրենի գյուղի սրբությունը, որը իրենց ворթ են զգում մարդիկ։ Հայրենիք այն տունն է, որտեղ ապրում ես, այն դպրոցը, որտեղ սովորում ես, այն բակը, որտեղ հաղում ես ընկերներից հետ։
Հայրենիքը այն է, որտեղ հյուր չէ, որտեղ սեղան չէ, լիքը վայելիքներով շքեղ։ Եթե հայրենիքը հեռու է, կարյաճակ չի փրկի, բժիշկը պետք է վերադառնալ։ Հայրենիքը իմ ծնունդավյանն է և ընտանիք։ Ընտանիքը ջերմացնի բոլորիս հոգին։ Թող բոլոր ընտանիքներում լսվի մայրիկների հարգելի ձայնը։ Թող բոլոր ընտանիքներում տիրի հայրիկների հոգատար ստությունը։ Թող միշտ փայլի մեր սիրասուն տատիկների աչքերում։ Ու թող առողջ ունեններ մեր համբերատար ու աշխատասեր պապիկները։ Թող բոլոր ընտանիքներում լսվի քույրիկների ու եղբայրների ուրախ քրքիջը։ Եվ թող բոլոր ապրեն խաղաղ ու երջանիկ, սիրեն ու հարգեն միմյանց, վստահեն ու երողանիք լինեն։ Ընտանիքը ամբողջի մի մասնիկը, ամբողջի մի մասնիկ է։ Այդպիսի մասնիկներ Հայաստանում հազարավոր են։ Դրանք միաձուլում են մի մեծ ու համերաշխ ընտանիքի։ Այդ ընտանիքի անունը հայրենիք կոչվում են հայրենիք։ Ընտանիքը քո ձեր ամրոցն է, իսկ հայրենիքը ձեր հոգու հավերժական ասել։ Թող իմ օրհնությունը միշտ լինի ձեզ հետ, ձեր տան պատերից մինչև մեր երկրի սահմանները։ Պահպանեք ձեր օջախի լույսը, որպեսզի այն դառնա հավերժական արև ձեր սուրբ հողի վրա։ հարստությունը եւ ամրոցը դա ընտանիքն է։ Ընտանիքը այն վայրն է, որտեղ սկսվում է կյանքը եւ երբեք չի ավարտվում սերը։ Թող ձեր հարկի տակ միշտ փոխադարձ թագավորի հարգանք ու անսահման ջերմությունը։ Սիրեք, փայփայեք, պահպանեք ձեր ընտանիքի ջերմությունը։ Քանզի դա է ընտանիքի երջանկությունը։ Եթե այս գեղեցիկ տոնը եւս մեկ առիթ դառնա շփտալու եւ մեր հարազատների սիրում եմ ասելու համար։ Խաղաղություն մեր երկրին եւ անապ երկրի մեր բոլոր ընտանիքներին։ Շնորհավոր տոնը, հայ ընտանիք։
ես մաղթում եմ, որ լինեք առողջ, լինեք ստեղծարար, հայրենասեր, ապրեք խաղաղ երկնքի տակ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, սիրելի եւ հարգելի ծնողներ։ Ես վստահ եղեք, որ այս տարիների ընթացքում զգացել եմ ձեր ջերմությունը ու պատրաստակամությունը ինձ օգնելու հարցում։ Շնորհակալ եմ մեր բոլոր իմ գործընկերներին, դասավանդող ուսուցիչներին, հատկապես ձեզ Տիկին Գոհարջան, որպես իմ զավակներ միշտ իմ կողքին լինելու համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր կողքին կանգնած հոգեբան ընկեր Արփին, փոխտնօրեններ Տիկին Այվազյան, Տիկին Ղազումյան եւ Տիկին Թունյան ջաներ, տնօրենությանը Տիկին Խաչիկյան եւ Տիկին Գեղամյանի։ Եվ ուզում եմ սիրո խոսքը փոխանցել Կարական դպրոցի փոխտնօրեն Տիկին Ղազումյանին։ Տիկին Գրիգորյան, խնդրում եմ գալ այստեղ։ Բարև ձեզ, սիրելի ներկաներ, հարգելի պապիկ տատիկներ, հարգելի մայրիկ հայրիկներ, հարգարժան գործընկերներ, ուզում եմ ձեզ գրկել Տիկին Գրիգորյան։ Այսօր միջոցառման սկզբից մինչև վերջի պահը ես ուզում եմ։ Մեծ էր իմ հուզմունքը, սիրելի երեխաներ, միջոցառման սկզբում առաջին վայրկյանից սկսած ես այնքան ջերմություն զգացի, այնքան սեր զգացի, ես որսացել եմ միջոցառման յուրաքանչյուր բառը եւ ապրել յուրաքանչյուր բառով։ Ամենայն ազնվությամբ եմ ասում, հուզվել եմ։ Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեր դասվարին։ Ես արդեն 20 տարի է որպես մանկավարժ աշխատում եմ, շատ դպրոցներում եմ եղել, բազմաթիվ միջոցառումներ եմ ականատես եղել, միշտ գովերգել ենք մայրիկներին։ Մենք բոլորը շատ սիրում ենք, Աստծու չափ սիրում ենք։ Մորը գիտեք, ասում ենք մեր լույսի դուրն է, մեր տամատուրն է, մեր Աստվածն է, մեր ամենակարողն է, բայց շատ քիչ ենք գովերգել հայրիկներին, երգել հայրիկների մասին, հայրական հրավները հիշել, հայրիկների հետ պարել, եւ ասեմ ավելի, գրեթե չենք էլ հիշել ոչ մի միջոցառման ժամանակ մեր իմաստուն պապիկներին, մեր շնորհաշատ տատիկներին, այո ես դրա համար եմ շնորհակալ ձեր դասվարին, որ ընտանիքի գաղափարախոսությունը ձեզ ճիշտ է մատուցում, եւ ճիշտ է մատուցվել, եւ ավելի քան վստահ եմ, որ եթե այս միջոցառման բովանդակությունից, գաղափարից 10%-ը նստված կա ձեր ուղեղում, դուք բոլորը ունենալու եք ամուր ընտանիք երեխաներ։ Երբ որ մենք հիմա էլ ունենք, բայց երբ ինքները կառուցեք ձեր ընտանիքը, դուք ընտանիքի գինը, արժեքը այս պահից սկսած ապրել գիտեք, որովհետև գիտեք հարգել պապիկին, գնահատել պապիկին, սիրել տատիկներին այնքան, որքան սիրում եք ձեր մայրիկներին, մորը և հորը չզանազանել, սիրել այնքան, գովերգել այնքան, հայրիկին ու մայրիկին, որքան որ մայրիկին եք գովերգում։ Սիրում եմ, շատ հուզված եմ, ներեցեք, չեմ կարող ավելին ասել, Տիկին Գրիգորյան, ամենայն անկեղծությամբ և շնորհակալությունս եմ հայտնում այս դասարանի բոլոր ծնողներին, ձեր նվիրումին, ձեր հոգատարության, ձեր պատրաստակամության, ձեր երեխաների կողքին լինելու, անհուն գիշերներ անցկացնելու, ձեր ուսուցչի, դպրոցի կողքի սատար կանգնելու, թևտիկունք լինելու հարցում։ Ուզում եմ, որ ընտանիքները միասնական լինեն, միաբան լինեն, համախմբված լինեն, որպեսզի մեր երեխաները առողջ մեծանան, առողջ կրթվեն, առողջ դաստիարակվեն եւ ոչ մի պարագայում, ոչ մի խոչընդոտ արգելք չհանդիսանա։ Այստեղ ընտանիքը ոչ միայն հայրը եւ մայրն էր, այստեղ ընտանիքը դպրոցներ, հասարակություններ, պետություններ, ուսուցիչներ, դասվարներ, ընկերներ, տատիկը, պապիկը, հայրիկը, ամեն ինչն էր ընտանիք, երեխեք ջան, ուզում եմ, որ այդ ընտանիքի ոչ մի մասնիկ ձեր կյանքում երբեք չպակասի, ոչ մի մասնիկ, ոչ ընկերը, ոչ դպրոցը, ոչ պապիկը, ոչ տատիկը, այն հայրական աղոթքները, մայրական բուզբուրանքը, ամեն ինչը դուք զգաք ու վայելեք առողջ երկնքի տակ։ Շատ ապրեք, Տիկին Գրիգորյան, կեցեք։
Եվ սիրելի աշակերտներ, մեր դպրոցը Անձինս տնօրեն Իհամյանի, Տիկին Հաչիկյանի, ձեզ փոքրիկ նվեր ունի, ես կխնդրեմ Տիկի Գրիգորյանը ինձ կօգնի։ Առաջին պատկերացած աստվածաշունչն է, ինչքան համահունչ է ձեր վարդապետի հետ, դերեցեք ջան, թող այս գրքերը ուղեկից լինեն ձեզ, հույսի, հավատի, վերջանքի ամուսնանցան։ Լվացեք և կապյալ անպայման։